Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի մի եթերում, ձեզ հետ եմ Մորիս Մուրադես, այսօր այս ֆորմատով մենք քննարկելու ենք մի կարևորագույն թեմա Նիկոլ Փաշինյանին առնչվող, իհարկե կրկին հենվելու ենք փաստերի վրա եւ փորձելու ենք մեր վերլուծությունն անել, շատերն են այս ընթացքում հարցնում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ մասնավորապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այն քաղաքական գործիչներից էր, պետական պաշտոնյայից էր, պաշտոնյաներից էր, որը հանրապետության հիմնադրման առաջին օրվանից մինչև այսօր որոշակի դերակատարում ունի, մինչև 18 թվականը տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել եւ այդ պաշտոններում կարևորագույն լծակներ է ունեցել, եւ այս ընթացքում անդադ հարց է հնչում, արդյոք չկա Նիկոլ Փաշինյանի եւ իր շրջապատի հետ կապված կոմպրոմատներ, չգիտեմ, փաստաթղթեր, վկայություններ, որոնք կարող են օգնել հանրությանը, որպեսզի բացվի հանրության աչքերը եւ մարդիկ տեսնեն ով է իրականում Նիկոլ Փաշինյան, ի վերջո այսպես չփաստարկված, բայց շատերս գիտենք ով է Նիկոլ Փաշինյանը, իր գործընկերներն գիտեն ինքը ով է, գիտեն որպես լրագրող ինչով է զբաղվել, հա, եթե մի կողմ թողնենք հնարավոր այլ ծառայությունների հետ իր կապը, ապա իր լրագրողական գործունեությունը միայն բավարար կոմպրոմատների տրցակ կարող էր ապահովել։ Եվ բնական է այդ կոմպրոմատներին չէր կարող չտիրապետել Սերժ Սարգսյանն անձամբ, որը երկար տարիներ նաև եղել է ազգային անվտանգության ներքին գործերի նախարարության ղեկավարը ու բնական այս պատկերացումները եւ սպասումները հատկապես առաջանում են այն պատճառով, որ քաղաքական դաշտում եթե որևէ մեկը թիրախավորում է կամ քննադատում է Սերժ Սարգսյանին, շատ արագ գտնվում են ինչ-որ հին տեսանյութեր, հին հարցազրույցներ կամ փաստաթղթեր, որոնք հրապարակվում են այդ անձին առնչվող։ Վերջերս նման մի տեսանյութ հրապարակվեց Սամվել Բաբայանին առնչվող, չեմ մտնում այդ վեճի մեջ, դա ինձ հետաքրքիր չի, բայց առնվազն ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը բավական մեծ արխիվի է տիրապետում եւ այդ արխիվում գրեթե բոլոր քաղաքական գործիչները կան, ովքեր թույլ են տվել որոշակի սխալներ, ներողություն, սխալներ կամ նյութեր, գործողություններ, որոնք կարող էին պետության իշխանության կողմից դիտարկվել որպես կոմպրոմատներ։ Ես չեմ թվարկում, որպեսզի իրավապահների այսպես ուշադրության կենտրոնում չհայտնվում, բայց վստահ եմ բոլորդ էլ գիտեք Նիկոլ Փաշինյանին, իր ընտանիքի տարբեր անդամներին առնչվող ինչպիսի պատմություններ են շրջում քաղաքում, ինչպիսի պատմություններ եք դուք լսել։ Այդ պատմությունների մեծ մասը ես վստահ եմ, որ իրականություն է, չեմ ուզում հնչեցնել այդ պատմությունները, արդեն ասացի ինչու։ Ինքներդ էլ եթե անգամ համացանցում փորձեք փնտրել, բավական նյութեր կգտնեք։ Իհարկե չփաստարկված, այսինքն տեսանյութեր, նկարներ չկան դրանց կից, բայց պատմություններն առկա են։ Հիմա այն, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին առնչվող կոմպրոմատների հետ տիրապետում, հաստատում է նաև ինքը Սերժ Սարգսյանը։ Ես հիշեցնեմ, որ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը որոշակի հայտարարություն արեց, դրան ի պատասխան Սերժ Սարգսյանը բացահայտ ընդունեց, որ իր ձեռքի տակ կան կոմպրոմատներ, ընդ որում մի քանիսը կամ բազմաթիվ, որոնք առնչվում են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ Լսենք եւ շարունակենք։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ պետք է մի փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն է տեղը հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ, իրանք են անբարոյականը, նորից եմ կրկնում, 24 ժամ, իրենք է թեքյատները վաղուց են կրկնում, ինքը, իրենք քծնողները, իրենց է թայֆան, նույնիսկ և եվրոպական ամբիոններից են դրա մասին հայտարարել։ Պատկերացնում եք Եվրոխորհրդարանում
Դրա մասին հայտարարել են։ Ես ինչ պետք է անեի։ Պետք է այնտեղ արդարանայի։ Կամ գայի այստեղ արդարանայի։ Հիմա ես ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ, թող մի փաստ ներկայացնի։ Չներկայացրեց մորթելու եմ։ Դուք լսեցիք Գեորգ նախագահ Սերժ Սարգսյանի սպառնալիքը, իհարկե նորմալ երկրում, նորմալ պետական ինստիտուտներ համակարգ ունեցող երկրում առաջին հարցը, որ կառաջանար, դա այն է, թե պաշտոնաթող նախագահը, դուք գիտեք այլ դրվագով նաև իր փեսան, ընտանիքի անդամը, ինչպես են տիրապետում հավանականորեն, ազգային անվտանգության ծառայության կողմից հավաքագրված կոմպրոմատների։ Սա առաջին հարցը, որ կարող է հետաքրել, որովհետև սա նման հանգամանքը խոսում է այն մասին, որ առնվազն պետական ինստիտուտները իրենց գործառույթները լավ չեն կատարում եւ պետական ինստիտուտները իշխանության բարձրագույն ներկայացուցիչների համար, նրանց ընտանիքի անդամների համար ուղղակի եղել են իրենց դուքյանը եւ ով ինչ փաստաթուղթ ուզեցել վերցրել է, իր անձնական արխիվն է հավաքել, որpիսի հետո այդ կոմպրոմատը այս կամ այն նպատակով բանեցնի եւ եթե 18-ից հետո լիներ պետական համակարգ, պետական ինստիտուտներ, ապա այս հայտարարությունը եւս ուշադրության կարժանանար, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի ենթադրաբար թե ինչ կոմպրոմատների մասին է խոսք գնում եւ ըստ էության վախենում է այդ կոմպրոմատներից, որևէ իրավական գործընթաց չձեռնարկվեց, Փաշինյանի համար էլ ձեռնտու էր հնարավորինս արագ շրջանցել այս թեման։ Հաջորդ հարցը, որ նորմալ երկրում կառաջանար, ինչու է պետական անվտանգության ծառայությունը, այս դեպքում ազգային անվտանգության ծառայությունը, ենթադրաբար էլի կամ ոստիկանությունը, որ ունի նաև նման հնարավորություններ, գործիքներ, կոմպրոմատներ հավաքել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներին առնչվող, այլ նրանց ընտանիքի անդամներին առնչվող։ Եվ ոչ միայն կոմպրոմատներ ուղղակի ասենք կաշառքի կամ բանի տեսքով, շորթման տեսքով, եթե արել են նման բան, այլ բարես բուն իմաստով մտել են այդ մարդկանց ներքնաշորերը։ Եվ հիմա հաջորդ դրվագը, որ կլսենք երրորդ նախագահի խոսքից, ակնհայտ է դառնում, որ կոնկրետ սեռական բնույթի կոմպրոմատի մասին է, օգտագործում է կեղտոտ սպիտակեղեն ձևակերպումը ընտանիքին առնչվող դրվագում, իսկ կեղտոտ սպիտակեղեն դա բոլորը գիտեն, հասկանում են, որ առնչվում է մարդու կամ այդ կոնկրետ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ինտիմ, սեռական որոշակի գաղտնիքների, բամբասանքների, որի մասին իրենք չէին ուզենա, որ հանրությունը տեղյակ լիներ։ Անցավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, ես հիմա էլ շարունակում եմ հավատալ երրորդ նախագահին եւ կարծում այո, ինքը տիրապետում է նման կոմպրոմատների եւ երբ անցավ այդ 24 ժամը հրապարակվեց ոչ թե այն կոմպրոմատը եւ կամ կոմպրոմատները, որը խոստացել էր երրորդ նախագահ, այլ հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը ավելի լավ լույսի ներքո էր ներկայանում։ Այդ ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը ասում է իրեն գժի տեղ է դնելու Ղարաբաղյան բանակցային գործընթացից թռնելու, հանկարծ հողեր չի ուզում հանձնել, եւ նախագահը նաեւ ասաց, որ իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը որևէ մեկի ընտանիք չի մտնի։ Խնդրեմ, լսենք ու շարունակենք մեր քննարկումը։ Պատիվ ունեմ դաշինք, քվեաթերթի համար 6։ Ես երեք հայտարարել էի, որ 24 ժամ եմ տալիս այս կապիտուլյանտին, որպեսզի իր կողմից տարածված կեղտոտ ստերը ինչ որ կերպ ապացուցելու համար որևէ փաստ ներկայացնի, որևէ փաստ։ Եվ 24 ժամը անցել է, ինչպես տեսնում եք, որևէ փաստ չկա։ Ես հենց դա էի ուզում, իմ նպատակը դա է, որպեսզի բոլորը համոզվեն, որ տարիների ընթացքում հերհյուրանքներով զբաղվող մարդիկ ուղղակի ստախոս էին, ուղղակի վարկաբեկում էին, չունենալով ձեռի տակ որևէ փաստաթուղթ։
Եվ այս հարցը սրելու համար սպառնացել եմ իմ կյանքում առաջին անգամ, որ ես փաստեր կհրապարակեմ նրա ընտանիքի մասին եւ այդ փաստերը այնպեսին կլինի, որ մեր ժողովուրդը կթքի նրա վրա։ Ինձ մոտիկից ճանաչողները տարակուսում էին եւ նրանք ասում էին, որ Սերժ Սարգսյանը երբեք չի մտնի ընտանիք, իրենք բացառում էին որևէ փաստ եւ իրենք ճիշտ էին։ Այո, ես շատ երկար ժամանակ տիրապետել եմ բազմազան ինֆորմացիայի, բայց նաեւ վկաները դուք եք, երբեք որևէ մեկի ընտանիքի մասին ոչինչ չեմ ասել, որովհետեւ ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում ընտանիք եւ ինչ է նշանակում ընդհանրապես կեղտոտ սպիտակեղեն հանել ու ցուցադրել մարդկանց, բայց սա չի նշանակում, որ ես իմ խոստումը չեմ կատարի։ Դուք լսեցիք Գեորգ նախագահի խոսքը, նախընտրական քարոզարշավի ընթացքում շատերը չխորացան այս թեմայի մեջ եւ չտվեցին այն հարցերը, որ ես հիմա եմ տալիս եւ նաեւ չտվեցին այն պատճառով, որովհետեւ այդ թողու բողի մեջ այնքան իրադարձություններ, հայտարարություններ էին արվում եւ այս ձայնագրության հրապարակումն էլ վերնագրվեց այսպես եւ տարածվում էր լրատվամիջոցներում այսպես որ երրորդ նախագահը հրապարակեց իր խոստացած ձայնագրությունը, այնինչ հեչ էլ ձայնագրություն չէր խոստացել երրորդ նախագահը խոստացել էր հրապարակել Նիկոլ Փաշինյանին եւ իր ընտանիքին առնչվող այնպիսի նյութեր որոնք տեսնելուց հետո հանրության ուղղակի գթքի իրենց վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ուղղակի չէր կարողանա ընտրվել։ Ես անկեղծ եմ ասում, այստեղ հավատում եմ երրորդ նախագահի խոսքին, ես կարծում այո ինքը տիրապետում է նման փաստերի։ Հիմա հարց է առաջանում եւ կարծում բոլորիդ մոտ է առաջանում։ Ինչու չհրապարակվեց այդ կոմպրոմատը կամ կոմպրոմատները։ Ինչու չհրապարակվեց մի պարագայում, երբ դու գիտեիր, իրենք են չէ ասում, որ Նիկոլ Փաշինյանը այս երկրի թշնամին է, թուրք-ադրբեջանական հեղափոխություն է տեղ ունեցել։ Այդ հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանը հեղաշրջման բերվել է իշխանության։ Այսինքն իրենք շարունակում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանի տերերն են թուրքերն ու ադրբեջանցիները։ Հիմա եթե մեր պետությունը փրկելու շանս կար եւ հիմա էլ կա եւ այս ընթացքում մի քանի անգամ էլի նման շանս եղել է ազատվել Նիկոլ Փաշինյանից, ազատվել իրենց իսկ ասած թուրք-ադրբեջանական գործակալից, ինչու դա չի հրապարակվում։ Բայց դուք ձեզ հարց տվեք, նաեւ այդ մարդիկ, ովքեր հավատում են, շարունակում են հավատալ երրորդ նախագահին, որ ինքը անկեղծ պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ, հա։ Եթե Հայաստանի պետությանը հասցվում է վնաս, անկեղծ թքած ունենք մենք այդ մարդու ընտանեկան իրավունքների վրա, չգիտեմ, ընտանեկան գաղտնիքների պահպանման վրա։ Նախ ի սկզբանե պետք էր նման կոմպրոմատներ չհավաքել, հետո այդ կոմպրոմատները պետությունից չվերցնել, տանել սեփական արխիվներում պահել։ Իսկ եթե կա արդեն այդ կոմպրոմատը, այս երկու անթույլատրելի քայլերն արվել են, ինչու հիմա չի հրապարակվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան գաղտնիքներն ավելի կարևոր են, քան Արցախի 150,000 մեր հայրենակիցների փախստական դառնալը, Արցախի ամբողջական կորուստը։ Ինչու դա չհրապարակվեց մինչև այն պահը, երբ Արցախը դեռ հայկական էր։ Ինչու դա չհրապարակվեց 2021 թվականին։ Ինչու դա չի հրապարակվում մինչև այս պահը։ Եվ որ ամենակարևորն է, եթե ես հավատում եմ, վստահ եմ դուք հասկանում եք, որ կան նման կոմպրոմատներ։ Ինչու քայլեր չի ձեռնարկում Նիկոլ Փաշինյանը։ Ինչ տեղի ունեցավ այդ 24 ժամվա ընթացքում, որ հրապարակվեց ոչ թե այն կոմպրոմատները, որ խոստացվել էին, այլ հրապարակվեց մի այնպիսի ձայնագրություն, որից շահեց միայն Նիկոլ Փաշինյանը։ Ինչու Նիկոլ Փաշինյանի նման քինախնդիր մարդը չգնաց այդ հայտարարության հետևից, եթե չկան նման կոմպրոմատներ, եւ այդ կոմպրոմատները Նիկոլ Փաշինյանի համար եթե վախենալու չեն, ապա Փաշինյանը վստահաբար նման հիշաչար եւ քինախնդիր մարդը քրեական գործ հարուցել կտար կգնար հետևից կապացր որ չկան նման կոմպրոմատներ։ Ինչու չի գնում Նիկոլ Փաշինյանը դրա հետևից։ Ինչու չի հրապարակում երրորդ նախագահը այդ կոմպրոմատները։ Այստեղ կարող է մի վերլուծություն, մի ենթադրություն լինել,
որ այդ 24 ժամվա ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ այդ կոմպրոմատը կա, գծվել են կարմիր գիծը, որը անցնելուց հետո կոմպրոմատները կարող են հրապարակվել, նաև գծվել է այն կարմիր գիծը արդեն 3-րդ նախագահի համար, որի չանցնելու պարագայում այդ կոմպրոմատները չեն կարող հրապարակվել։ Ուրիշ վերլուծություն չի կարող լինել։ Դուք հարգելի հանրապետականներ ինքներդ հարցեք, այդ ո՞նց է ստացվում, որ կա կոմպրոմատ կամ կոմպրոմատներ, որոնք հրապարակելու պարագայում ձեր ասած թուրք-ադրբեջանական գործակալ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա հանրության մեջ դուրս գալ, հանրությանը կթքի նրա երեսին ու այդ կոմպրոմատները չեն հրապարակվում։ Որ օրվա համար է պահվում այդ կոմպրոմատը։ Իսկ գուցե այդ կոմպրոմատներով Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերահսկելի լինել 7-րդ նախագահի համար։ Կարող ենք չէ ենթադրել, կարող ենք չէ վերլուծել։ Ես չեմ հավատում արդեն երկրորդ դրվագով այն հայտարարությանը, որ այդ կոմպրոմատները չեն հրապարակվել, քանի որ կա սկզբունք մարդու ընտանիք չմտնելու։ Նախ այդ մարդը ձեր ասելով այս երկրի թշնամին է, եւ այդտեղ ձեզ հետ համաձայն եմ։ Ձեր ասելով այդ մարդը թուրք-ադրբեջանական գործակալ է։ Ես այդ մասով փաստեր չունեմ, բայց կարող եմ կասկածել։ Ձեր ասելով այդ մարդը Հայաստանը տանում է կործանման։ Ինչու չեք հրապարակում ձեր ունեցած կոմպրոմատները։ Ինչու եք շարունակում պահել այդ կոմպրոմատները։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակում լռել այդ կոմպրոմատների վերաբերյալ։ Հասկանում եք, չէ՞, էլի եմ կրկնում, եթե այդ կոմպրոմատները չլինեին ու դրանք Նիկոլ Փաշինյանի համար վախենալու չլինեին, դրանք Աննա Հակոբյանի համար վախենալու չլինեին, Նիկոլ Փաշինյանը կգնար 7 նախագահի հետևից այս դրվագով։ Եթե չի գնում, նշանակում է վախենում է։ Եթե վախենում է եւ շարունակում է կոմպրոմատը չհրապարակվել, նշանակում է կա պայմանավորվածություն։ Եվ այդ պայմանավորվածությունը գործում է մինչև հիմա։ Ուրիշ բացատրություն սրան չի կարող լինել։ Այն ինչ որ հրապարակվեց, դա իր խոստացած կոմպրոմատը չէր։ Դա կեղտոտ սպիտակեղեն չէր։ Ինձ անկեղծ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի կեղտոտ սպիտակեղենը, բայց ձեր խոստացածը արեք։ Բայց ինձ հետաքրքրում է Հայաստանի ապագան, եթե դա նաև Նիկոլ Փաշինյանի կեղտոտ սպիտակեղենը հրապարակելով կլինի, արեք դա, խոստացել եք։ Ես իհարկե դեմ եմ, որ պետությունը նման գործողություններ է անում։ Նման միշտ է ծաղրել ազգային անվտանգության ծառայությանը այդ գործառույթի համար։ Ես դեմ եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը հավաքագրի ինչ-որ նյութեր, անգամ կոմպրոմատներ, եւ դա հետո հայտնվի պաշտոնաթող պետական պաշտոնյաների ձեռքին, նրանց ընտանիքի անդամների ձեռքին։ Հիշում եք Արարատ Միրզոյանի դրվագով էլ իր ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստաթուղթը իր հավաքագրվելու փաստաթուղթը, որ գրել էր իր ձեռքով եւ ստորագրել էր, հայտնվել էր Միքայել Մինասյանի ձեռքին։ Բայց եթե սա պետություն լիներ, նման կարևորագույն փաստաթղթերը կհայտնվեին պետական պաշտոնաթող պաշտոնյաների ձեռքին։ Բայց եթե սա պետություն լիներ ու նման կոմպրոմատներ ունեցող ԱԱԾ լիներ եւ դա պետական ինստիտուտ լիներ, թույլ կտար, որ Նիկոլ Փաշինյանը գար իշխանության, իհարկե թույլ չէր տա։ Նորից ավարտելով հարց եմ բարձրացնում. ինչու եք պահում այդ կոմպրոմատները, պարոն նախագահ։ Արդյոք այդ կոմպրոմատները ձեր ձեռքին ունենալով դուք ինչ որ հարցերում վերահսկում եք Նիկոլ Փաշինյանին։ Եվ արդյոք, օրինակ, պատրաստվում եք կոմպրոմատ հրապարակել այն ժամանակ, երբ վստահ լինեք, որ դուք եք վերադառնում իշխանության կամ ձեզ մոտ մարդիկ։ Երբ եք հրապարակելու։ Այս հարցերին իհարկե ուղիղ պատասխան չի հնչելու, հնչելու են հայանքներ, վիրավորանքներ թքած դրանց վրա, բայց այս հարցերի պատասխանների հետևից մի օր հանրությունն է գալու, հանրությունը, որը խաբվել է։ Եվ այդ պատասխանը անպայման ստացվելու է, չի լինելու այնպես, որ մարդիկ մոռանան, որ խոստացվեց հրապարակել կոմպրոմատներ, որից հետո Նիկոլ Փաշինյանը կոչնչանա կամ ինչպես 7-րդ նախագահն ասում, կմորթվի ու չմորթվեց։ Փոխարենը մորթվեց Արցախը, փոխարենը մորթվեց Արցախի պետականությունը, փոխարենը պանդուխտ դարձան 150,000 մեր հայրենակիցներ, տունը կորցրեցին, Արցախը վերջնականապես հայաթափվեց։ Փոխարենը Հայաստանը կանգնել է պետականության կորստի վտանգի առաջ, փոխարենը Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ։
Այնպես որ հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ այստեղ որևէ վիրավորանք չօգտագործեցի, որևէ մեկի հասցեին փաստեր էին ընդամենը թվում վկայություններ երրորդ նախագահի կողմից եւ վերլուծություն, որը կարծում եմ օբյեկտիվ է։ Եթե կա այլ մեկնաբանություն էս կատարվածին, խնդրեմ, ասեք, մենք էլ լսենք, տեսնենք ինչքանով է տրամաբանական։ Լավ մնացեք, կհանդիպենք։